Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք բան եղան։ Պարոն Սիմոնյան, ես ստիպված եմ վերադառնալ նախորդ հարցին եւ արդեն երրորդ անգամ փորձեմ նույն բանը ասել։ Ես չեմ ասում, որ շուկայական արժեքի ցածր գնով պիտի դրվի, դուք արդեն երրորդ անգամ նույն բանն եք ասում եւ հուսով եմ դա ուղղակի թույլմռնման հետևանք է։ Այնպեսի տպավորություն չստեղծվի, թե ես առաջարկում եմ շուկայականից ավելի ցածր գնով հողը դնել աճուրդի, ոչ։ Ես էլ եմ առաջարկում, ինչպես եւ դուք եք առաջարկում շուկայական գնով հողը դնել աճուրդի։ Դուք ասում եք շուկայական գինը որոշի լիցենզավորված կազմակերպությունը եւ դնի, ես ասում եմ լիցենզավորված կազմակերպությունը կարող է լինել սուբյեկտիվ եւ կոռումպացված եւ կարող է դնել շուկայական գնից ցածր գին։ Հետևաբար եկեք շուկայական գինը որոշենք որևէ արդեն իսկ ֆիքսված չափման միավորով, օրինակ, քանի որ դա է ամենամոտը, ինչպես բառն ինքը ասում է, շուկայականին մոտարկված կադաստրային գնի պատիկով, ոչ կադաստրային գնով, պատիկը դուք որոշեք, չափեք, համեմատեք, եթե կարծում եք, որ կիսով չափ դա քիչ է, ուրեմն կրկնա պատիկով, 3 անգամը քիչ եռա պատիկով, սա է իմ առաջարկը, եթե սրա վերաբերյալ առարկություն եք, սրան առարկեք, բայց ինձ մի մեղադրեք նրանում, որ ես իբր թե առաջարկել եմ շուկայականից ցածր գնով։ Շնորհակալություն Սիմոնյան։ Պարոն, ես կարծեմ չառաջարկեցի, որ չասացի, որ դուք առաջարկել եք շուկայականից ցածր, ես ասացի մենք առաջարկում ենք շուկայական արժեքով գնահատել եւ դուք անդրադառնում եք գնահատման մեթոդաբանությանը, որը իրականում այս օրենսդրական փակագծերից մի քիչ դուրս է, այսինքն շրջանակներից, որ այսօր ներկայացվել է։ Դրա շրջանակներում խնդիր չկա, եկեք քննարկենք, ես վստահ եմ, որ համապատասխան մեթոդաբանություն կա եւ կադաստրի գործընկերների հետ կարելի է քննարկել, համապատասխան մեթոդաբանություն կա, որը որ թույլ է տալի ձեր կողմից բարձրաձայնած խնդիրները եւ ռիսկերը նվազեցնել։ Շնորհակալություն։ Հրաշալի։ Շնորհակալություն, պայմանավորվեցինք, որ առաջին երկրորդ ընթերցում քննարկման ընթացքում լինի։ Համեցեք արձագանք, պարոն։ Իսկ արձագանքս արդեն սռնիների մասին է։ Վերադառնալով սռնիների թեմային, մենք ժամանակին էլ ընդունեցինք համապատասխան օրենքը, որը սահմանում է մեկ սռնի վրա մաքսիմալ թույլատրելի քաշը, սակայն ես անընդհատ բողոքներ եմ ստանում, հատկապես մեր հարավային մարզերից, որ այդ քաշը չի ստուգվում, չի համապատասխանում, շատ ուղիղ կասեմ, ասենք կարող է անգամներով գերազանցել մեկ սռնի վրա ընկնող քաշը, ինչը փչացնում է ասֆալտը, այդ կշերքները, որը տեղադրված են, մեքենաները չեն կանգնում դրանց վրա, տարբեր հանգամանքների բերումով եւ որպես լուծման տարբերակ, գոնե մասնակի լուծման տարբերակ, ես կառաջարկեի դիտարկել, եթե խոսում ենք օրինակ Իրանից եկող բեռների մասին, հենց սահմանի վրա դա ստուգելը, հենց մաքսային հսկողության մեջ, չէ՞ որ մաքսային հսկողությունը տեսնում է, քանի տոննա բեռ եկավ, ինչ տեսակի մեքենայի վրա, տեսնել, եթե իրանք տեսնում են, չէ՞ որ ասենք կամազի վրա դրած է, ասենք, չգիտեմ, 20 տոննա ցեմենտ։ Վերջ, ուրեմն արգել են այդ նման տրանսպորտային միջոցի մուտքը երկիր ու վերջ, գոնե մասնակի լուծենք մեր ներքին փոխադրողների հարցնել, հետո տեսնենք ոնց ենք լուծում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Եղոյան, ձեր նկարագրած սխեմայում կարող է սահմանահատելուց հետո երկու տրանսպորտային միջոցում եղած բեռը տեղափոխել մեկ տրանսպորտային միջոց եւ Հայաստանի ճանապարհներով այդ բեռը գերբեռնված տեղափոխել, դրա համար մեր կարծիքով պետք է ճանապարհների նույնպես այդ ստուգումը իրականացվի։ Սահմանին այսպես թե այնպես կշռում իրականացումը, բայց իրականացումը ընդհանուր զանգվածի, որը որ պետք է համադրել օրինակ բեռնագրում եղած տեղեկատվության հետ, մաքսային մարմիններին այդ տեղեկատվությունը անհրաժեշտ է։ Միաժամանակ նշեմ, որ եվրոպական գործընկերների հետ իրենց աջակցությամբ հիմա ուսումնասիրություն է իրականացվում ճանապարհներին կշռման համակարգեր ներդնելու եւ առաջին փուլի տեղեկատվությունը իրանք ներկայացրել են, մենք հիմա քննարկումների փուլում ենք գտնվում եւ կարծում եմ ամբողջական ուսումնասիրություն ունենալուց հետո կարող ենք նաեւ ձեզ ներկայացնել եւ հանրությանը ներկայացնել դրա արդյունքները եւ մեր կարծիքով այդ խնդիրը պետք է լուծվի մաքսիմալ ավտոմատացված, մարդկային գործոնից նվազեցված մեխանիզմների ներդրմամբ։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, չունեք արձագանք, հաջորդ հարցի համար, Արմեն Խաչատրյան։